Իրենց ձեռքին կա իրավապահ համակարգը, ուժային կառույցները, դատախազություն, դատարաններ, ամբողջովին իրենց ձեռքում է։ Իրենք են որոշելու, ով է նստելու, ով ինչքան պիտի նստի, ինչքան դուրս գա։ Իրենք ասելով առարկայացնեն կոնկրետ մի մարդ, որտեղ ավտորիտար ռեժիմը աշնանաբար փորձ արվում վերածել տոտալիտար ռեժիմի, կստացվի թե չէ, այլ բան է։ Իդեպ տոտալիտար ռեժիմները ավտորիտարով ինչով է տարբերվում։ Միակուսակցական է, մի գաղափարախոսություն է, բոլորը այդ դրոշի տակ են։ Այդ տոտալիտարիզմի սկզբունքն է, հա, ու ասենք տոտալիտար համակարգեր Հիտլերի Գերմանիան։ Չէ՞ մի գաղափարախոսություններ, մյուսները հետապնդվում են, չկար այլ գաղափարախոսություններ, բոլորը դրոշի։ Տոտալիտարիզմի սկզբունքերը նաև Խորհրդային Միությունը։ Գոնե ինչ-որ շրջափուլ։ Հա, բայց տոտալիտարիզմ, այո։ Ավտորիտարիզմը իր մեջ չի ներառում պարտադիր մի գաղափարախոսության դոմինանտություն եւ այլակարգության զրոյական վիճակ,